Բարև ձեզ։ Այս տեսադասին մենք պատրաստելու ենք հետաքրքիր խաղ Scratch միջավայրում, որտեղ որ կիրառելու ենք նախորդ դասերին մեր սովորած բլոկերը։ Այդ պատճառով անպայման դիտեք նախորդ տեսանյութերը, այնուհետև սկսեք պատրաստել այս խաղը։ Պատրաստելու ենք այսպիսի հետաքրքիր խաղ, որտեղ մենք պետք է հավաքենք տարբեր խնձորներ եւ դրա փոխարեն ստանանք միավորներ։ Այժմ եկեք սկսենք խաղի պատրաստումը։ Դրա համար նախ անհրաժեշտ է ընտրել խաղի օբյեկտները։ Մեզ պետք է խնձորը և այն տարան, որով որ մենք կհավաքենք այդ խնձորները։ Բացի դրանից մեզ անհրաժեշտ է նաև գեղեցիկ ետնանկար, մեր խաղը ավելի գեղեցիկ դարձնելու համար, ընտրենք նաև ետնանկարը։ Այս անգամ մենք խաղի մեջ կավելացնենք կոճակ, որպեսզի խաղի սկիզբը ազդարարվի ոչ թե դրոշակը սեղմելով, այլ այդ կոճակի վրա սեղմելով։ Այն կարող եք գտնել սպրայթների մեջ, կան տարբեր տեսակի կոճակներ, ընտրեք որը որ կցանկանաք։ Օրինակ ես ընտրում եմ այս տարբերակը։ Ընտրելուց հետո անցնում ենք կոստյումներ բաժին, այստեղ դուք կարող եք ընտրել ձեր ուզած գույնը և կարող եք գրել ցանկացած տեքստ այս կոճակի վրա։ Օրինակ ես հայերեն տառերով կարող եմ գրել սկսեք, տրել տարբեր փոփոխություններ, մեծացնենք նրան և մենք ունեցանք կոճակ, որի վրա սեղմելիս նոր խաղը կսկսվի։ Այժմ եկեք անցնենք կոդ հատվածը և փորձենք ծրագրավորել մեր կոճակին։ Քանի որ այս կոճակի վրա սեղմելիս նոր խաղը պետք է սկսվի, այստեղ մեզ անհրաժեշտ է լինելու events բաժնի when this sprite clicked կոճակը, որից հետո այն կուղարկի հաղորդագրություն մնացած բոլոր սպրայթներին, որպեսզի նրանք կատարեն համապատասխան գործողությունները այդ հաղորդագրությունը ստանալիս։ Հաղորդագրություն ուղարկելու համար մեզ անհրաժեշտ է events բաժնի broadcast message բլոկը։ Այստեղ կարող ենք փոխել հաղորդագրությունը, գրենք հաղորդագրությունը start և խաղը սկսելուց հետո արդեն այս կոճակը պետք է անհետանա, դրա համար looks բաժնից տեղադրում ենք hide բլոկը։ Բայց երբ դրոշակը սեղմում ենք, այս կոճակը կրկին պետք է հայտնվի, այդ պատճառով դնում ենք հետևյալ բլոկը, որ երբ դրոշակը սեղմենք, show լինի, այսինքն հայտնվի այդ կոճակը։ Այժմ փորձենք, տեսեք սկսել կոճակի վրա սեղմելիս այն անհետանում է, իսկ դրոշակը սեղմելիս այն հայտնվում է։ Այժմ անցնենք մյուս սպրայթները և փորձենք ծրագրավորել նաև դրանք։ Այս դեպքում հակառակը պետք է տեղի ունենա, երբ դրոշակը սեղմենք, այս օբյեկտները պետք է անհետանան, այդ պատճառով թե խնձորի, թե տարայի բոուլի մեջ պետք է տեղադրենք հետևյալ բլոկերը, երբ դրոշակը սեղմված է, թող հայտ լինեն, իսկ երբ ստանանք հաղորդագրությունը, այդ ժամանակ նրանք կրկին կհայտնվեն։ Բայց բացի հայտնվելուց, այս երկու օբյեկտները պետք է կատարեն նաև մի շարք այլ գործողություններ, օրինակ bowl-ը, երբ ստանա start հաղորդագրությունը, բացի show լինելուց, մենք պետք է կարողանանք նաև նրան ստեղնաշարով կառավարել։ Օրինակ ընտրենք ստեղնաշարի երկու կոճակ, որով կկառավարենք մեր bowl-ը, նրան կտեղափոխենք աջ և ձախ։ Օրինակ կարող ենք ընտրել ստեղնաշարի երկու աջ և ձախ սլաքները։ Դրա համար մեզ անհրաժեշտ է control բաժնի forever բլոկը և if բլոկը, որոնցով անդադար կստուգենք արդյոք խաղացողը սեղմել է ստեղնաշարի տվյալ կոճակները, թե ոչ։ Եվ բնականաբար sensing բաժնի key space pressed կոճակը, այստեղ ուղղակի կփոխենք կոճակը առաջի դեպքում right arrow աջ սլաքի համար։ Եթե խաղացողը սեղմել է աջ սլաքը, ապա մեր bowl-ը պետք է շարժվի դեպի աջ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է motion բաժնի change x by 10 բլոկը, որը որ կտեղափոխի մեր bowl-ին 10 քայլով դեպի աջ։ Եվ անհրաժեշտ է ևս մեկ if բլոկ, որտեղ արդեն կստուգենք ձախ սլաքը սեղմված է թե ոչ։ Այդ դեպքում մեր bowl-ը կշարժվի ձախ ուղղությամբ։ Կրկին տեղադրում ենք change x by 10 բլոկը, ուղղակի այստեղ 10-ից առաջ ավելացնում ենք հանած նշանը, որպեսզի մեր bowl-ը տեղափոխվի դեպի ձախ։ Եկեք փորձենք։ Աշխատում է։ Այժմ անցնենք առաջ։ Եկեք այժմ ծրագրավորենք խնձորին։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի խնձորը լիքը կլոններ ստեղծի և վերևից տարբեր հատվածներից թափվի դեպի ներքև։ Բայց այս դեպքում show բլոկը հեռացնում ենք, քանի որ մեր իրական խնձորը չպետք է երևա, միայն նրա կլոնները։ Այստեղ when I receive start բլոկի ներքևում տեղադրում ենք forever-ը և control բաժնից create clone of myself բլոկը, որպեսզի ստեղծվեն կլոններ։ Նաև տեղադրում ենք դադար, սպասել 1 վայրկյան։ Այժմ անենք այնպես, որպեսզի այդ ստեղծված կլոնները վերևից թափվեն։ Դրա համար մեզ անհրաժեշտ է control բաժնի when I start as a clone բլոկը։
Երբ խնձորը արդեն սկսում է իր աշխատանքը որպես կլոն, այն պետք է թափվի վերևից, բայց պետք է թափվի տարբեր տեղերից, դա նշանակում է, որ մենք պետք է փոխենք նրա x կոորդինատը ամեն անգամ, երբ նա սկսում է որպես կլոն։ Այդ x կոորդինատը կընտրենք random տարբերակով, նախ եւ առաջ ընտրում ենք motion բաժնի setx բլոկը եւ օպերատորներ բաժնի pick random բլոկը։ Այստեղ պետք է նշենք միայն միջակայք կոորդինատների, որպեսզի x կոորդինատը այդ միջակայքից ընտրի պատահական որևէ թիվ։ Խնձորին տեղափոխենք ձախ կողմ, ֆիքսենք ձախ կողմի x կոորդինատը եւ pick random-ի առաջի վանդակում գրենք այդ թիվը, իսկ երկրորդում այդ նույն թիվը արդեն հակառակ նշանով, որպես դրական թիվ։ Դրանից հետո նոր թող մեր խնձորի կլոնը հայտնվի եւ արդեն ինչպես շատ խաղերում ենք կիրառել, մինչ գետնին հարվածելը այն իջնի ներքև։ Դրա համար տեղադրում ենք repeat until touching edge եւ motion բաժնի change y բլոկը, բայց այս դեպքում հանած նշանով, որպեսզի այն իջնի ներքև։ Եվ երբ արդեն այն կհարվածի գետնին, արդեն կհասնի դեպի ներքև, այդ ժամանակ պետք է ջնջվի տվյալ բլոկը։ Դրա համար control բաժնից տեղադրում ենք delete this clone բլոկը։ Այժմ եկեք փորձարկենք խաղը։ Տեսնում ենք, որ այն աշխատում է, խնձորը թափվում է տարբեր տեղերից։ Եկեք անցնենք առաջ եւ արդեն ավելացնենք մեր խաղում միավորների համակարգ, այսինքն ամեն անգամ երբ խնձորը կպնի մեր բոլին, մենք դրա դիմաց ստանանք միավոր, բայց նախ մենք պետք է ստեղծենք փոփոխական։ Փոփոխական ստեղծելու համար մուտք ենք գործում variable բաժին, սեղմում make a variable եւ գրում փոփոխականի անունը։ Այն կարող են գրել նաեւ հայերեն տառերով։ Երբ խնձորը վերևից իջնում է ներքև, այդ ընթացքում մինչև գետնին կպնելը նա կարող է կպնել մեր տարային, մեր բոլին։ Հենց այդ ժամանակ մենք պետք է ստուգենք, եթե տեղի ունեցավ նման բան, ապա մենք պետք է ստանանք միավոր։ Վերցնում ենք if բլոկը եւ տեղադրում ենք repeat until-ի մեջ, որովհետեւ մենք ուզում ենք, որպեսզի նա ստուգի այդ պայմանը մինչև պատին հարվածելը։ Դրա համար if-ը տեղադրում ենք այստեղ։ Եվ ստուգում ենք, եթե մինչև գետնին հարվածելը այն կպավ մեր ball-ին, touching ball, այդ ժամանակ մենք ստանանք միավոր եւ variable-ներ բաժնից ընտրում ենք change միավորներ by 1, այսինքն մեզ տա 1 միավոր։ Բացի միավոր տալուց, նաև պետք է այդ կլոնը ջնջվի, հետևաբար կտեղադրենք եւս մեկ delete this clone block արդեն այստեղ։ Փորձարկենք խաղը։ Ինչպես տեսնում եք, ամեն անգամ երբ խնձորը դիպչում է բոլին, մեր միավորները ավելանում են։ Բայց եթե ես դադարեցնեմ խաղը եւ կրկին սեղմեմ դրոշակը, տեսնում ենք, որ իմ հավաքած միավորները չզրոյացան։ Եթե դուք ցանկանում եք, որ հենց այսպես լինի խաղը, կարող եք ոչինչ չփոխել, իսկ եթե ցանկանում եք ամեն անգամ դրոշակը սեղմելիս դրանք զրոյանան, ապա պետք է շարունակենք ավելացնել բլոկեր։ Մեզ անհրաժեշտ է ավելացնել, մեզ արդեն ծանոթ set my variable to 0 բլոկը եւ այնտեղ ընտրենք միավորներ անվանումը, որպեսզի ամեն անգամ խաղը սկսելիս մեր միավորները զրոյանան։ Եվ այս բլոկը պետք է տեղադրենք դրոշակը սեղմելու բլոկի ներքևում, որպեսզի այն տեղի ունենա դրոշակը սեղմելիս։ Եվ հիմա երբ որ ես դրոշակը սեղմեցի, իմ միավորները զրոյացան։ Փորձարկենք ամբողջ խաղը հիմա 0-ից։ Տեսնում ենք, որ ամեն ինչ աշխատում է եւ այսքանով մենք ավարտեցինք մեր խաղի պատրաստումը։ Այսքանը, շնորհակալություն։